Քաղաքական բռնաճնշումները հերթական փուլն է։ Քիչ առաջ նորից առիթ ունեցա ասելու, որ միանգամից մի քանի խնդիր է փորձում լուծել այս իշխանությունը։ Առաջինը դա իհարկե քաղաքական ընդդիմությանը հնարավորինս ճնշել, զրկել նրանց եւ գործիքներից եւ իրավիճակում adekvat գործելու հնարավորությունից, եւ երկրորդը նաեւ որ ավելի մեկ նոր process-ի սկիզբը դա լրատվամիջոցների դեմ սկիզբ առնող հալածանքների փուլն է, որ մեկնարկեց այսօր, որ շարունակվելու է մոտ ապագայում այլ նմանատիպ ապօրինի գործողություններով։ Իրականում մեկնաբանելու բան չկա, ես լավ հասկանում եմ, որ եւ տեսնում եմ, որ քաղաքական կռիվ է սկսվել եւ իշխանությունը ընդդիմությանը դիտարկում է որպես թշնամի, որպես լիկվիդացիայի ենթարկելու լիկվիդացիայի ենթակա ինչ-որ գործում, որովհետեւ մենք պայքարում են ամբողջ ուժով։ Պայքարում են լավ հասկանալով, որ այլ տարբերակ չունեն։ Այնտեղ որտեղ տեսնում են, որ ձևավորվում է ուժի կենտրոն, նրանք այդ տեղին հարված են հասնում։ Դրա համար ինձ համար սա սպասելի էր, ավելին ասեմ, ես գրեթե համոզված էի, որ Վազգենի Սաղաթելյան եւ Նարեկին Սամսոնյան ձերբակալելու են դեռ մինչեւ նախագահի հետ հարցազրույցը, ոդկասթը, բայց երևի թե ինչպես ամեն ինչն են մշտապես տապալում, այդ գործողությունն էլ չհասցրեցին ժամանակին անել, հիմա այսպես ասած իրենց սխալը շտկելու համար եւ իրենց շեֆի աչքին լավ երևալու համար առավոտյան նկարեցին այդ շոուն տղաների ձեռքերը ոլորելով, չգիտեմ ինչով եւ այլնով, հիմա շարունակվում է այս շոուն այս շենքում, որը դատարան է կոչվում, բայց կոչվում է ընդհանրապես դատարան, դեռ համոզված եմ, որ այստեղ արդարադատություն չկա։ Ըստ էության դուք արձանագրում եք, որ պատճառը Սերժ Սարգսյանի հարցազրույցն էր։ Առիթը պատճառը ընդդիմության դեմ պայքարն է։ Կոնկրետ Վազգենի եւ Նարեկի դեպքում պատճառները շատ էին, որովհետեւ տղաները հետեւողականորեն ամեն օր բացահայտում եւ ներկայացնում են այս իշխանության բոլոր թերացումները եւ ոչ միայն սովորական թերացումները, դավաճանությունը, նրանց օրինազանցությունները, նրանց քարոզչական թեզերն էին ներկայացնում եւ այլն, այսինքն իրենց ձերբակալելու, կալանավորելու, լռեցնելու պատճառներ իշխանությունները շատ ունեին, որովհետև տեսնում եմ, որ այստեղ իսկապես կար իրենց համար սպառնալիք, տեղեկատվական սպառնալիք, որտեվ այդ է ասում քիչ առաջ, ըստ էության երկուսով, լավ չասենք երկուսով, բայց անտիֆեյքի թիմով ամբողջությամբ իրեն կարողանում էին բառից բուն իմաստով բարոյազրկել ՔՊ-ի մի մեծ եւ ստվար զանգված։ Անում էին դա եւ Նիկոլին եւ այլ ճար չէր մնացել իր թիմակիցներին փրկելու համար գնալ այս ճանապարհով։ Եվ իշխանության կողմից այսօրվա վերաբերյալ այսպիսի կարծիքներ կային, որ սահմանադրության վայո յուրաքանչյուր ոք ազատ է իր կարծիքը արտահայտելու, սակայն տպավորություն է, որ այսպես այդ ազատ խոսքը վերածվում է ամենաթողության եւ հայհոյանքների, սպառնալիքների մակարդակի է հասնում։ Տեսեք ինչ տեղի ունեցավ կոնկրետ Վազգենի եւ Սամսոնյան Նարեկի դեպքում։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը վիրավորական արտահայտությունները հնչեցնում նրանց հասցեին, ըստ էության սադրելով, որպեսզի նրանք հնչեցնեն պատասխան վերաբերմունք։ Ես մշտապես ասել եմ, որ այդ լեքսիկոնին կողմ չեմ եղել երբեք։ Չեմ կարծում, որ հայհոյախոսությամբ կամ վիրավորանքներով եւ այլնով կարելի է հարց լուծել, բայց նա սադրեց եւ հասավ իր նպատակին, դա արել էր հենց այդ նպատակով, որպեսզի լինի պատասխան, որին կհետեւի արդեն իրավապահ կոչվածների գործողությունները, այն ինչին որ մենք ականատես եղանք։ Դա մաքուր սադրանք էր եւ ըստ էության իշխանությունը քիչ առաջ ասում էի ոչնչացնելու սկզբունքով են գործում, դա դրա հերթական ապացույցներից մեկն էր։ Ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ հայտնվեն կալանավայրերում։ Դա այդ էր խնդիրը դրված, ինչպես ասում է, ինչ մոտեցում ցուցաբերվեց իշխանության կողմից, համապատասխան արձագանք ստացվեց եւ զարգացումներն էլ հետագա էլի տեղավորվեցին ընտրամաբանության մեջ, որ գոյություն ունի մեր երկրում արդեն վերջի, ինչքան ասեմ, արդեն մոտ 5 տարիների ընթացքում։
Դրա համար խնդիրը հայ հեղափոխությունը չէր, խնդիրը ազատ խոսքի, այսպես ասած, բանը չէր, գերագնահատումը կամ գերազանցությունը այդ ազատության սահմանների։ Իրական խնդիրները նրանք են, ինչի մասին քիչ առաջ խոսում էի։ Եվ վերջո տեսեք ինչ են անում, միայն չկալանավորեցին, տեխնիկաներն են վերցեցին, որպեսզի այդ լրատվամիջոցը այլևս չգործի եւ այլն։ Այսինքն իրենք դա անտիֆեյքը դիտարկել են որպես քարոզչական զենք եւ այդ քարոզչական զենքի դեմ գործողություններ են իրականացրել շատ նման բոլոր այն գործողությունները, որոնք իրականացվում են թշնամու հանդեպ ռազմի դաշտում։ Իշխանությունը ասում է, որ ժողովրդավարության բաստիոն է, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, որ ազատ խոսքը կամ իրենց ընդդիմախոսների այսպես ճնշումները, կալանավորումները շարունակվում է, միտումը սրա։ Ես կարծում եմ շատ բարդ է եւ բացահայտ է միտումը։ Միտումը իշխանությունը շարունակել իրենց ձեռքում պահելն է։ Եվ շարունակեն պահել իշխանությունը, ուրիշ ոչ մի միտում չկա։ Այդ նպատակի համար իրենք պատրաստ են զոհել ամեն ինչը եւ հայրենիքը, որը անում են եւ եկեղեցին, եւ հավատքը, եւ ժողովրդին, ամեն ինչը զոհել հանուն իշխանության։ Այստեղ միտում չէ, սա բարձ նպատակ է, որը իրենք չեն թաքցնում։ Մենք հասել ենք այնտեղ, որ իշխանությունը չի թաքցնում իր անելիքները, իր նպատակները, բարձ ասում են եւ դա էլ անում են։